Ողջույն հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար մենք զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է կանանց։ Կանանց առողջության հիմնական խնդիրներից մեկը թերևս հանդիսանում են կրծքագեղձի հետ կապված խնդիրները։ Ինչ նախանշաններ, ինչպիսի պրոֆիլակտիկա եւ ամենակարևորը, ինչպիսի բուժում առաջարկի մեզ այսօր մեր հյուրը։ Կպարզենք հենց հիմա։ Սկզբից իհարկե կդիտենք տեսանյութը։ Գնացինք։ 1913 թվականին գերմանացի վիրաբույժ Ալբերտ Սալոմոնն աշխարհում առաջինը գլխի ընկավ, որ ռենտգենյան ճառագայթները կարելի է կիրառել նաև կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման համար։ Ռենտգենյան պատկերների շնորհիվ բժշկին հաջողվեց կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշել դեռ վաղ փուլերում։ Ավելի ուշ, 1965 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց աշխարհում առաջին սարքը մամոգրաֆը, որն այսօր անփոխարինելի է կրծքագեղձի հետազոտության համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալներով աշխարհի 157 երկրում կրծքագեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է կանանց մոտ։ Այն ախտորոշվել է 2.300.000 կնոջ մոտ եւ դարձել նրանցից 670,000-ի մահվան պատճառը։ Սերը, ժառանգականությունը, ճարպակալումը, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումը դաշտանադադարը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սրանք առանձնացնում է որպես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններ։ 2025 թվականին Ավստրալիայի Պիտեր Մակալումի անվան օնկոլոգիական կենտրոնի հետազոտողների թիմը մի կարևոր բացահայտում է արել կապված կրծքագեղձի քաղցկեղի առաջացման եւ կրծքով կերակրման հետ։ Ավստրալացի գիտնականները կերակրող մայրերի կրծքագեղձում հայտնաբերել են իմունային T բջիջներ, որոնք պահպանվում են կնոջ կրծքում նույնիսկ կերակրելուց տասնամյակներ անց։ Այս բջիջները վահանի դեր են կատարում եւ քաղցկեղի բջիջների ակտիվացմանը զուգահեռ ուժեղացնում են պաշտպանությունը։ Կրծքով կերակրումը կրճատում է նաև մաստոպաթիաների, կրծքի բարորակ գոյացությունների զարգացման ռիսկը։ Այս բացահայտումների ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն նահանջում է։ Այսօր աշխարհում նորածինների միայն կեսից քիչն են կերակրվում կրծքի կաթով։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին, բժիշկ ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանն է մեր տաղավարում, դիմավորենք։ Ողջույն բժիշկ Սիմոնյան։ Եվ այսպես մենք խոսում ենք կանանց առողջության մասին, խոսում ենք կրծքագեղձի խնդիրներից եւ ունեմ մի շարք հարցեր, որոնք որ անպայման պետք է այսօր քննարկենք։ Գլխավոր թեման մաստոպաթիա։ Ինչու հենց մաստոպաթիայի վրա որոշեցինք կանգ առնել։ Մաստոպաթիան դա նախ ասենք կրծքագեղձի ախտաբանական փոփոխություններն են օրգանիզմի հորմոնալ շեղումների հետևանքով։ Ինչի, որովհետև առավել հաճախ հանդիպող փոփոխություններն են եւ առավելապես ախտահարում են կրծքագեղձի ավեջատ երիտասարդ տարիքի կանանց մոտ։ Եթե վերցնենք դիցուկ 25-ից 45 տարեկան կանանց, 10 կանանցից քանիսը կունենա մաստոպաթիա։ Կարծում եմ գոնե 3-ից 4-ը։ Առնվազն։ Այսինքն երիտասարդ կանանց գրեթե կեսը ունի մաստոպաթիա։ Մի որոշ մասն չի դիմում ուղղակի, ինչ պատճառներով։ Ունի, դրա համար հենց ասում եմ, որ առնվազն կեսը ունի եւ պետք է արդյոք մաստոպաթիայից վախենալ։ Վախենալ չէ, բայց զգուշանալ պետք է։ Մաստոպաթիան ուռուցք է։ Չէ, մաստոպաթիան ուռուցք չի, պարզապես կան մաստոպաթիայի տեսակներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում ավելի խորանալով ենթարկվել փոփոխությունների եւ բերել ուռուցքի առաջացման։ Ահա, տեսեք, մենք ունենք բարորակ ուռուցքներ, մենք ունենք չարորակ ուռուցքներ եւ մենք ունենք մաստոպաթիա։ Այո։ Մաստոպաթիայի ժամանակ ուռուցք չկա։ Ոչ։ Դա կրծքագեղձի պաթոլոգիկ վիճակ է, բայց դա ուռուցք չի, ոչ բարորակ, ոչ չարորակ։ Դա ուռուցք չի, ոչ։ Մաստոպաթիան ուղղակի գեղձի կառուցվածքային փոփոխություններ են հորմոնների ազդեցությամբ։ Ահա։ Այո։ Դուք ասացիք կանանց մի մասը չի դիմում բժշկի, որովհետև չգիտի, իսկ ո՞նց կարող է կինը իմանալ։ Առաջինը նշաններ ավելի ճիշտ, որոնք են առաջինը դա ցավն է։ Համար 1, ամենակարևոր։ Ցավը, այո։ Որտեվ կնկարագրեք այդ ցավը։ Իհարկե, ցավը կարող է լինել երկու կողմից եւ կարող է լինել միակողմանի։ Ընդ որում կարող է լինել երկու կողմից, այսինքն դիֆուզ, այսինքն երբ որ երկու կրծքագեղձ կարելի ասել ամբողջը, իսկ երբ որ մի կողմից է կարող լինել օջախային, այսինքն ֆիքսված ինչ որ մի հատվածում։
օջախային ցավը էլի չի խոսում, որ այնտեղ կա գոյացություն ուռուցք։ Ոչ։ Դա կարող է էլի լինել Որտեղ կինը չի շոշափում ուռուցք։ Ինքը ուղղակի շոշափում է գեղձի կոշտություն, ցավոտություն, դաշտանային շրջանում ցավերի արկայություն, արտադրություն կրծքագեղձից, բայց ոչ ուռուցք։ Իդեպ կարող է լինել արտադրություն, կարող է չլինել։ Կարող է չլինել։ Շոշափել, կարող է չշոշափել։ Այսինքն չի նշանակում, որ ձեր ասածը բոլորը պետք է լինի։ Որևէ մեկը։ Եկեք հենց հիմա մի փոքրիկ քվեարկություն, հարցը հետեւյալն է. Չունի կինը ցավ, արդյոք պետք է կրծքագեղձը հետազոտել, թե չէ, որովհետեւ ասենք ամենակարևոր, ամենաարտահայտված գանգատը դա հենց ցավն է։ Չկա ցավ, պետք է հետազոտել, թե չէ։ Մենք ունենք սոնոգրաֆիկ հետազոտություն եւ ունենք մամոգրաֆիկ հետազոտություն, որը երբ Սոնոգրաֆիա թե մամոգրաֆիա։ Իհարկե մամոգրաֆիան ցուցված է 40 տարեկանից բարձր կանանց, ինչը որտեղ ուղղակի ինֆորմատիվությունն է ցածր։ Այսինքն երիտասարդ կանանց մենք խորհուրդ ենք տալիս սոնոգրաֆիկ հետազոտություն, ավելի մեծ տարիքում մենք խորհուրդ ենք տալիս արդեն մամոգրաֆիկ հետազոտություն։ Եվ հակառակը, չգիտեմ, 50 տարեկան կնոջը օրինակ անել սոնոգրաֆիկ հետազոտություն եւ դրանով դնել ախտորոշում, ոչ, չէ։ Դա սխալ է։ Մամոգրաֆիան համարվում է ոսկե ստանդարտ։ Այդ դեպքում առավել ինֆորմատիվը մամոգրաֆիան է։ Մամոգրաֆիկ հետազոտությունները իրենց հերթին ունեն բավականին sense երկար նկարագրություն, Այո, որը սովորական մարդու համար, ոչ բժշկի համար հեշտ չէ մեկնաբանել, եւ ես օրինակ միշտ հիվանդներին խորհուրդ եմ տալիս նայել տակը գրած ընդամենը 2 թվին, աչից լատինատար բայրած ու ինչ որ թիվ, ձախից լատինատար բայրած ինչ որ թիվ, ինչ են իրենցից ներկայացնում այդ թվերը, կուզենամ հենց հիմա արագ անցնեք, իդեպ եթե դուք ունեք անցած հետազոտություն ու հենց հիմա կարող եք արագ գնալ գտնել, հանել այդ թուղթը եւ հետեւել մեր բժշկի մեկնաբանությանը։ Բայրած 1 նախ ասեմ ես ինքս առաջինը նայում եմ այդ թվերին, հետո նոր նկարագրեցի եւ առաջինը հիվանդը եթե տեսնում 1 եւ 2 է, դեպքում ասեմ որ որևէ վտանգավոր բան չկա, այո։ Նու մեկը դա բնականաբար տարիքային նորման է, որևէ խնդիր չկա։ Առողջ կրծքագիծ։ Եթե 2 ամենատարածված։ Բոլոր բարակ փոփոխություններ է, որևէ վտանգավոր վախենալու բան չկա, նու կարող է ինչ որ խնդիր կի ստանել, ֆիբրոադենոմա։ Դու կարող ենք ասել, այո, 100%-ից բարակ, վտանգավոր բան չկա։ Բայրած 3։ 3-ը հավանաբար բարորակ, մինչև 98% դեպքերում արդյունքը լինում է բարորակ։ 4 Երբ որ արդեն կա կասկած չարորակ հիվանդության։ Ու այնտեղ կա ABC, այնտեղ արդեն մի քիչ դեպից են, ավելի բայրած 4 նշանակում է արդեն կասկածելի, այո, խնդիր։ Եվ 5-ը իհարկե եզրակացություն որպես քաղցկեղ։ Այսինքն ախտորոշում չի, բայց եզրակացություն։ Եթե գրված է բայրած 5, նշանակում է, որ ռադիոլոգը տեսնում է քաղցկեղի պատկեր, ունի վստահելի, այո, կասկած, որ այնտեղ կա վերջնական ախտորոշումը դրում է հիստորիացաբանական հետազոտության բիոպսիայով։ Հետ գանք բարորակ մաստոպաթիային եւ փորձենք հասկանալ ես հիշում եմ, որ մենք ասում ենք 4 հիմնական պատճառներ կարող են լինել, ինչի է առաջանում մաստոպաթիա եւ այդքան հաճախ։ Դա հորմոնալ հիմնական հորմոնալ շեղումների արդյունքում է առաջանում։ Եթե փորձենք խմբավորել, առաջինը դա գինեկոլոգիական խնդիրներ, դրանք էնդոմետրիոզներ, ադենոմիոզներ որպես կանոն, ինչ որ չափով դա նաեւ բորբոքային խնդիրներն են նպաստում, էրոզիաները։ Այսինքն եթե մենք փորձում ենք գտնել պատճառը, առաջինը պատճառը պետք է գտնել, ամենաառաջինը։ Դա կարող է լինել գինեկոլոգիական խնդիրներ, հորմոնալ շեղումները։ Հիմնականում պայմանավորված այո մեծամասամբ վահանաձև գեղձով եւ ձվարանների ֆունկցիայով, երբ որ վահանաձև գեղձի կողմից լինում է հիպոթիրեոզ, այսինքն թեր ֆունկցիա, առավել հաճախ գերֆունկցիայի դեպքում քիչ է լինում, եւ ձվարանների կողմից, երբ որ կա ոչ լիարժեք ձվազատում, այսինքն կիստաների առաջացում։ Դրանց հիմնական, այսպես ասենք, ակնհայտ նշանները, եթե կարելի ասել մի քանի նշաններ, դա դաշտանային ցիկլի խանգարում ցանկացած տիպի առատ, սակավ ու շուտ երկար կարճ, մազաթափություն, որը կնոջը բնորոշ չէ տվյալ հատվածում եւ հակառակը մազակալում, որը ելի կնոջը բնորոշ չէ։ Քաշի փոփոխություն դեպի որպես կանոն ավելացման կողմը, բզուկների այսպես կոչված ակնեների առաջացում կրծքի ուսի պանոցի վերին հատվածներում։ Առավել հաճախ հանդիպող փոփոխությունները սրանք են։ Եվ մի շատ կարևոր պատճառ կարծում եմ պետք չի մոռանալ, դա կնոջ ոչ ռեգուլար, ոչ բարարված սեռական կյանքն է։ Սրանք պատճառներն են։ Մաստոպաթիան որպես կանոն հետևանք է պատճառների։ Դե հիմա նայեք, եթե մենք մի հատ էլ փորձենք հիշել, գինեկոլոգիական խնդիրներ, վահանաձև գեղձ, ստրես, ոչ ռեգուլար կամ չբավարարված սեռական կյանք։
Գտնել կին, որը այս 4 խնդիրներից ոչ մեկը չունի, ինձ թվում է բավականին բարդ կլինի մեր իրականության մեջ։ Պարտադիր չէ այս պատճառների դեպքում առաջանա մաստոպաթիա։ Այո, հիվանդությունը զարգացավ, չպաշտպանեցինք կնոջը, չապահովեցինք նրա հոգեհուզական, ֆիզիկական առողջությունը եւ կինը անընդհատ նշում է ցավ կրծքագեղձերում։ Բարի բայրած դասակարգմամբ կլինի 2, 3, այսինքն վատ բանի չենք վախենում, բայց այնուամենայնիվ կյանքի որակն է տուժում, քրոնիկ ցավ։ Եվ այստեղ գալիս ենք բուժման տարբերակներին։ Ինչ եք առաջարկում։ Առաջին հերթին պետք է փորձել գտնել պատճառը։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս դիմել գինեկոլոգի, էնդոկրինոլոգի նեղ մասնագետի խորհրդատվության, որպեսզի փորձել գտնել պատճառը։ Իհարկե պետք է նախ հետազոտել կուրծքը առաջին հերթին, հետազոտելուց հետո, եթե հայտնաբերում ենք այդ ձեր ասած բառած 2-ը եւ 3-ը, եթե կա որևէ անհրաժեշտություն, կատարում ենք, առաջարկում ենք բիոպսիա։ Եթե ոչ, պետք է արդեն անցնել բուժման, այսպես ասենք, սխեմաներ։ Կան արդյոք դեղեր, որոնք որ օգնում են, բուժում են մաստոպաթիան։ Իհարկե, կան միջոցներ, որոնք եւ օգնում են եւ բուժում են, բայց դա պետք է լինի կոմպլեքս բուժման մեջ։ Չի կարելի միայն այդ դրանցով բավարարվել, առավել եւս որ դրանք ունենան ժամանակավոր բնույթ։ Այսինքն, արդյունքում կարող են այդ կիստաները կամ չգիտեմ ինչ որ այդ գանգատները անցնել, բայց ընդ որում բուժումը ամենայն հավանականությամբ այո, կկրկնվեն, առավելևս երբ որ բուժումը տևում է 3-ից 4 ամիս, ու պատկերացրեք կնոջը չհիմնավորված նշանակել 3-4 ամիս բուժում, երբ որ ցանկացած դեղամիջոց ունի երկկողմնակի ազդեցություն է, կինը իրեն հոգեպես եւ ֆիզիկապես զգում է հիվանդ, կինը այդքան գումարներ է ծախսում եւ արդյունքը լինում է ժամանակավոր։ Այսինքն այդ ամեն 3-4 ամիս բուժումը ավարտելուց հետո 1-2 ամիս հետո կարող է կրկնվել։ Ու չպետք է ասենք այդ լավ դեպքում կարող է մի տարի օրինակի համար հետո չպետք է պացիենտը գա, դիմի, նորից այսպես ասենք վրթովի, ասի ինչու այսպես կրկնվեց։ Էլի ցավը կա։ Դրա համար պետք է նորից վերադառնանք պատճառին, այսինքն պատճառական բուժումը դա ամենակարևոր հիմնասյունն է այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալություն, ուզում եմ տեսնեմ ինչպիսի արդյունքներ ունենք մենք քվեարկության, իսկ քվեարկության արդյունքները խոսում են նրա մասին, որ մեր հանդիսատեսի 78%-ը կարծում էր, որ առանց ցավի պետք է դիմել կրծքագեղձի հետազոտության, 22%-ը կարծում է, որ եթե ցավ չկա, պետք չի հետազոտվել։ Իհարկե, առհասարակ նույնիսկ պրոֆիլակտիկ առումով ուղղակի առողջ մարդ, առողջ կինը պետք է գոնե տարին, այսինքն 22%-ը սխալ է պատասխանել։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ճիշտը թեկուզ առողջ վիճակում դիմել, որովհետև կլինեն ու ցավոք լինում են դեպքեր, այ մեր սկրինինգային ծրագրերի ժամանակ հայտնաբերում են, որ նույնիսկ մինչև 1 սանտիմետր, մինչև 5 միլիմետր ուռուցքներ, ցավոք չարագ բնույթի, որոնք ոչ մի կերպ կինը չէր կարող հայտնաբերել կամ որևէ գանգատ ունենալ։ Ոչ կարող է շոշափել, ոչ կարող է ցավ ունենալ, բնականաբար ոչ մի կերպ հնարավոր չէ։ Եվ մենք միշտ ասում ենք, որ եթե կինը կրծքի մեջ շոշափել է գոյացություն, ապա ամենայն հավանականությամբ դա արդեն վաղ փուլ չէ, դա արդեն ամենայն հավանականությամբ մեծ գոյացությունը, մեծ ուռուցք է եւ գուցե եւ ուշացած դեպք։ Չասենք ուշացած, բայց ամեն դեպքում ոչ վաղ փուլ, որտեղ այդ բառը միշտ հիվանդներին հոգեբանորեն ընկճում է։ Եկեք հետազոտվենք, եկեք ուշադիր լինենք եւ ես միշտ ասում եմ, այստեղ շատ մեծ նշանակություն ու կարեւորություն ունի տղամարդու դերը, որը պետք է անպայման դրթի իր կողքի կնոջը գնալ, հետազոտվել ու լինել առողջ, որպեսզի իրեն կողքնի առողջ կին, առողջ երեխաների մայր եւ առողջ մարդ հասարակության համար։ Իմ հյուրը այսօր բժիշկ կուրծքաբան Արտյոմ Սիմոնյանն էր, մենք խոսում էինք մաստոպաթիաների մասին։ Մնացեք մեզ հետ։ Այցելուն 53 տարեկան սկրինինգային ծրագրով դիմեց կենտրոն, արդյունքում առանձնացվեց ձախ կրծքագեղձում քաղցկեղին խիստ բնորոշ օջախ։ Ուրախալի գրանցել այն փաստը, որ այցելուն քաղցկեղային օջախը գրանցել է առաջին փուլում, այսինքն երբ օջախը մեծ չէր, քան 2 սանտիմետր։ Ողջ աշխարհում ֆիքսված է, որ յուրաքանչյուր 8-ից 10-րդ կին խոցելի է կրծքագեղձի քաղցկեղի համար։ Իմ պրակտիկայում ամսական մենք 40 քաղցկեղի նոր դեպքեր գրանցում ենք։
Միայն վերջին տարվա տվյալներով 1600 քաղցկեղի նոր դեպք ունենք ախտորոշված եւ գրեթե 500-ը մահվան ելքով։ Բարձր մահացության պատճառը հիմնական ուժ փուլերում հայտնաբերումն է եւ հենց այստեղ անհրաժեշտություն են դառնում սկրինինգային ծրագրերը։ Պայքարը կրծքագեղձի քաղցկեղի դեմ դա վաղ հայտնաբերում։ Վաղ հայտնաբերելու ոսկե ստանդարտը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մամոգրաֆիկ հետազոտությունը։ Մամոգրաֆիկ այժմյան սարքավորումները հնարավորություն են տալիս հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը նախնական սաղմնային փուլում եւ այդ փուլում ֆիքսվելու դեպքերի մեծ մասում միայն փոքրիկ վիրահատական միջամտությամբ հասնել բացարձակ առողջացման։ Հայաստանի Հանրապետությունում եւս այս տարվա ապրիլ ամսից ներդրվել է կրծքագեղձի քաղցկեղի անվճար սկրինինգային ծրագիրը, որը գործում է հանրապետության ողջ տարածքում։ Ծրագրի շահառու են հանդիսանում 45-ից 68 տարեկան կանայք, ովքեր ընդգրկված են սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում կամ հանդիսանում են սոցփաթեթի շահառուներ։ Կինը ազատ է ընտրել, որ բժշկական կենտրոնում է ցանկանում անցնել հետազոտությունը, նախապես հերթագրմամբ, հնարավոր է ինչպես Արմեդ համակարգում, on-line գրանցման տարբերակով, այնպես էլ իր ընտանեկան բժշկի կողմից, պարզապես կինը պետք է մոտենա իր սպասարկող առաջնային առողջության պահպանման օղակ։ Սկրինինգային ծրագրում ընդգրկված բժիշկները անցել են վերապատրաստում Գերմանիայի հատուկ ծրագրերով։ Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է երկու անկախ ճառագայթաբանի կողմից։ 5-ից 7 օրվա ընթացքում տրվում է պատասխանը։ Դեպքերի մեծ մասում իհարկե ուրախացնեմ մեր կանանց, դիտարկում ենք բարորակ դեպքեր կամ նորմալ դեպքեր։ Եթե դիմում են հետազոտության, ապա հնարավոր է առանց կլինիկական նշաններ ունեցող կնոջ մոտ բացահայտել փոփոխություններ, որոնք հետագա հետազոտությունների ընթացքում, եթե գրանցվում է, որ քաղցկեղ են, կարող է բուժվել եւ լինել բացարձակ առողջ։ Ծրագրի կարևոր առավելություններից մեկը նաև որ հետազոտությունների ողջ ցիկլը փոխհատուցվում է պետության կողմից, այսինքն ոչ միայն առաջնային հետազոտությունը, մամոգրաֆիան, այլ նաև ըստ ցուցման անհրաժեշտ լրահետազոտությունները եւ բուժումը եւս իրականացվում է պետպատվիրի շրջանակներում։ Այսինքն պետությունը կնոջը միայնակ չի թողնում իր խնդրի հետ, քանի որ որևէ խնդրի հայտնաբերման դեպքում սա ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆինանսական բեռ է, տվյալ դեպքում մենք նրան սատարում ենք նաև այս հարցում։ 2000-ականներին մտածել այսպիսի սարքավորումների, այսպիսի ախտորոշիչ հնարավորությունների մասին ուղղակի հնարավոր չէր, որովհետև այժմ մենք տիրապետում ենք սարքավորումների, որոնք հնարավորություն են տալիս մինիմալ սեղմումով, շատ փոքր ճառագայթման դոզայով ստանալ թվային պատկերներ, որոնց հետ հնարավոր է աշխատել 3D ռեժիմում, հնարավոր է շերտագրել միլիմետր առ միլիմետր եւ ուստի ամենափոքրիկ 2-3 միլիմետրանոց քաղցկեղները այդ շերտերի մեջ շերտագրման ընթացքում հնարավոր է դուրս բերել։ Ներկա պահին ունենք արդեն հետազոտված 1800 կին եւ 19-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ տարբեր փուլերով։ Այստեղ մնում է միայն մեր կանանց դիմելիությունը, եթե մեր կանայք դիմեն, ապա մամոգրաֆիկ հետազոտությունը ուղղակի կփրկի կյանքեր։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ես ուզում եմ միանգամից հրավիրել մեր հյուրին, Մանկաբուժ Հովհաննիսյանն է այսօր մեր հյուրը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ մենք այսօրվա համար ընտրել ենք շատ տարածված մի խնդրի մասին խոսելու թեմա, դա մանկական կաթնախտն է։ Փորձենք հասկանալ ինչ է իրենց ներկայացնում, արդյոք դա վտանգավոր է, պահանջում է բուժում, թե ինչպես կգա, այնպես էլ կգնա ինքնուրույն։ Եվ այսպես, ինչ է կաթնախտը։ Կաթնախտը նորաստային շրջանում եւ մինչեւ 2 տարեկան երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիրներից է, որը իրենից ներկայացնում է բերանի լորձաթաղանթի սնկային ախտահարում։ 10 երեխայից քանիսի մոտ է մինչեւ 2 տարեկանում հայտնաբերվում կաթնախտ։ 1-2։ Ահա, այսինքն շատ է։ Բավականին։ Մինչև 20% կարող է երեխաների ունենալ։ Այո, կարող է ունենալ բերանի լորձաթաղանթի, հատկապես լեզվի շրջանում ենք շատ տեսնում նորաստային շրջանում, եւ ինչպես տարբերակել շատ հաճախ մայրիկները դիմում են լեզվի սպիտակ փառի արկայությունից,
հասկանալու համար թե դա սնկային ախտարումն է, թե կաթի մնացորդն է, որը մնում է լեզվին եւ տալիս է սպիտակավուն փառը, բավականին հեշտ է տարբերակել, կաթի մնացորդը բավականին հեշտությամբ մաքրվում է լեզվից, իսկ սնկային ախտարման դեպքում ինքը մնում է, կայուն փառ է առաջացնում, որը երեխայի ընդհանուր վիճակի վրա կարող է չազդել եւ շատ հաճախ հայտնաբերում ենք առաջի կամ երկրորդ նորածնային այցերի ժամանակ զուտ զննման միջոցով, այո։ Բայց այնուամենայնիվ երբեմն կարող է նաեւ երեխային, այսպես ասենք, նեղացնել։ Դիսկոմֆորտ առաջացնել, այո։ Ինչպես է դրսևորվում, այսինքն ցավ է ձեր կարծիքով երեխայի մռմռոց է, ինչ է։ Քանի որ երեխաների մոտ ամեն ինչ արտահայտում է, դժվար է։ Փոքրերի մոտ անհանգստությամբ կամ լացով կարող է երեխայի մոտ մի փոքր անհանգստություն դիտվել կամ կերակրումներից մի փոքր հրաժարումներ։ Որտեղից եկավ այդ սունկը։ Բավականին շատ են աղբյուրները, որը կարող են ախտարել փոքրիկի բերանի լորձաթաղանթը, դա մոր կուրծքը վարակված։ Եթե երեխան սնվում է կաթնախառնուրդներով, ծծակներ, կաթի շշի ոչ ստերիլիզացված, ոչ մաքուր վիճակը կարող է դրան բերել, երբեմն խաղալիքներն են պատճառը դառնում կրկնվող կաթնախտների հատկապես ծծակների պարագայում շատ եմ նկատել լվացինք ու մի անգամից փակեցինք տուփը առանց չորացնելու։ Նույնը անում ենք ավելի մեծ հասակում, ատամի խոզանակների հետ։ Կարծես թե մենք փակում ենք, որպեսզի պահենք ստերիլությունը, իրականում դա շատ վատ ու սխալ բան է, որովհետև խոնավ, փակ միջավայր, որտեղ ցանկացած միկրոբ է թվում նաև սնկել, շատ այսպես երջանիկ իրենց կզգան եւ լավ կապրեն։ Միշտ հիշեք, եւ ձեր ատամի խոզանակը պետք է բաց լինի ու չոր լինի, կարողանա նորմալ չորանալ, եւ նաեւ երեխայի ծծակը պետք է նորմալ չորացնել եւ պետք չէ անմիջապես լվանալ ու միանգամից փակել այդ կափարիչով, որովհետեւ նույնպես կկարողանանք շատ լավ միջավայր ստեղծել նույն սնկերի համար։ Բարակվեց, արդյոք երեխայի իմունային համակարգը չի հաղթահարի եւ մի քանի օրվա կամ շաբաթվա մեջ չի մաքրի բերանի խոռոչը։ Շատ հաճախ մենք ինքնամաքրում, երբ որ առաջի այցի ժամանակ նկատում ենք, տալիս ենք ծնողին խորհուրդ հետևել երեխայի բերանի խոռոչի հիգիենային, դա մաքրումներն են երեխայի եւ բերանի խոռոչի եւ լնդերը, որոնք նաեւ հանդիսանում են կարիեսի առաջնային պրոֆիլակտիկա հետագայի համար եւ հաջորդ այցերի ժամանակ նշանակված տեսնում ենք, որ ինքնամաքրվել է, ինքնաբուժվել է պրոցեսը։ Հատուկ ինչ-որ միջոցներ կան, շատ հաճախ մամաները, երբ որ այդպիսի մի բան նկատում են, անպայման սկսում են տարբեր նյութերով երեխայի խոռոչը մեղր, նիստածին, յոդ, եթե չեմ սխալվում։ Այդպես մի հատ խառնուրդ են ստանում։ Խառնուրդ են ստանում, որով երեխայի լեզուն մատով մշակում են, որի կարիքը չկա եւ իրականում եթե երեխան ունի իմուն դեֆիցիտ, որը որ նաեւ շատ հաճախ հանդիպող խնդիր չի, երեխայի լեզվի եւ բերանի խոռոչի սնկային ախտարումը ինքնաբուժում է եւ ինքնամաքրվում։ Կան դեպքեր, երբ որ դուք տեսել եք, որ խորանում է վիճակը, դուք ինքներդ դեղ եք նշանակել, թե չի։ Գրականության մեջ նշվում է, բայց ես իմ պրակտիկայում չեմ տեսել, երբ որ խորհուրդները մայրիկը ճիշտ է կատարում եւ վիճակը վատացել է կամ խորացել է։ Խորհուրդը ի՞նչն է։ Բերանի խոռոչի հիգիենայի հետևելը, նույն ծծակների ախտանումն է, նույն մայրի անձնական հիգիենայի հետևումն է ներքնաշորերի։ Չգիտեմ, երեխայի մոտ նման խնդիր կա, փոխել ծծակները, ուղղակի թափել նորը գնել, թե դրա հարաբերությունը չկա։ Եթե կրկնվում է եւ չունի մայրը համապատասխան ստերիլիզացիոն սարքերը, մենք երբեմն խորհուրդ ենք տալիս եւ եթե երկարատև օգտագործած ծծակներ են, փոխել, այո։ Ի դեպ, ծծակները ինչքան կարելի է օգտագործել։ Իրենք մի քանի ամիսում եք 3 գոնե 4 ամիսում եք։ 3-ը դա կարծում եմ անգամ շատ է։ Պետք է փոխել, եթե չեք կարողանում համապատասխան գոնե ստերիլիզացիա ապահովել։ Գիտեք, ծծակները դրանք մի առանձին թեմա են, չափերով, նյութերով, կան ռեզինե, կան սիլիկոնե, որն է լավ է, ի դեպ։ Լավ ու վատ կա ընդհանրապես։ Երեխայի ընտրությունից է կախված դա, որովհետև երեխաներ կան նախընտրում են սիլիկոնե ծծակներ, որոնք նաև օրթոդոնտիկ որոշակի ձև ունեն, երեխաներ կան սիրում են մեկ այլ տեսակի ծծակներ։ Դա կախված է երեխայի նախընտրությունից։ Կարճ։ Վախենալ պետք չի կաթնախտից։ Պետք է հետևել տարական հիգիենայի կանոններին։ Տեղորայք օգտագործում պետք չի, ամենայն հավանականությամբ ընդհանրապես հիգիենայի կանոնները պահպանում են եւ ինքն իրան անցնում է։ Ինչքան ժամանակ։ 5-7 օր։ 5-7 օր։ Մի վախեցեք, դա ընդհանրապես մանկական կաթնախտեր, որը հաստատ անցնելու է։ Ծանր դեպքերում բժիշկ կնշանակի համապատասխան բուժում։ Կա կօգնի։ Եվ չանցնենք տնական օգտագործման մեթոդներին։ Տնական մեթոդները ինչով ասես երեխայի բերանի խոռոչում։ Եվ երեխայի միջև 1 տարեկան հիշում ենք մեղրը չի կարելի։ Չի կարելի։ Ասած բժիշկը Գայանե Հովհաննիսյանը եւ գնաց։ Մենք է գնացինք շարունակելու մեր հաղորդումը։ Մնացեք մեզ հետ։
Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, մեզ անհրաժեշտ է սնվել հաճույքով, անհրաժեշտ չէ, ցանկալի է, բայց միաժամանակ արդեն անհրաժեշտ է մնալ առողջ։ Մեզ այս հարցում օգնելու է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ամենաշատ ինչ եք սիրում ուտել։ Ամեն ինչ։ Չէ, բայց միշտ կա, չէ, ինչ որ մի սննդատեսակ, որ անպայման Պանիր։ Ես ենթադրում եի, որ դուք կասեք ինչ որ մի բան, որից հետո ես կասեի, իսկ ինչ սոուսով։ Հիմա պանիրը սոուսով մի քիչ լավ չի ստացվում։ Պանրային շատ համեղ սոուսներ ունենք, հենց պանիրից պատրաստվող։ Ավելին ասեմ, երբ խորհուրդ ենք տալիս ընդհանրապես սոուսները ինչպես դարձնել ավելի բարորակ, անպայման խորհուրդ ենք տալիս, որ հենք օգտագործել յոգուրտ կամ ցածր յուղայնությամբ պանիր, կատնաշոր, այսինքն նրանք ունեն սպիտակուցի բարձր պարունակություն, կալցիում են պարունակում, օգտակար են եւ միաժամանակ չեն պարունակում այդ վնասակար յուղերը, որը մեր օրգանիզմին կարող է վնասել։ Այ հենց վնասակար յուղերի մասին մենք այսօր կզրուցենք, որովհետև մենք ունենք կարագ, մենք ունենք սպրեդ, մենք ունենք յուղ, մենք ունենք ձեթ, մենք ունենք մայոնեզ, մենք ունենք կետչուպ։ Ճարպերի թեման սննդային միֆերի առումով ամենատարածված թեմաներից մեկն է։ Այսինքն ամենաշատ սննդային միֆերը պայմանավորված են ճարպերի տեսակների, կալորիականության հետ եւ կուզեի առանձնահատուկ եթերը օգտագործել մարդկանց ասելու համար, որ ամենամեծ միֆը, որ ճարպերը վնասակար են։ Այսինքն նախ սկսենք նրանից, որ ճարպերը լինում են շատ տարբեր, նայած որ ճարպերը։ Նայած որ ճարպերը եւ երկրորդ ընդհանրապես բոլոր սննդանյութերի հետ կապված կարևորը նրանց քանակն է։ Ճարպերը ունեն նաև տարբեր տեսակներ։ Սա էլ է շատ կարևոր։ Այսինքն, օրինակ, եթե կարագը պարունակում է հագեցած ճարպաթթուներ, այո, մենք մշտապես խորհուրդ ենք տալիս հագեցած ճարպաթթուները պահպանել ցածր 10%-ից։ Այսինքն չենք ասում, որ հա ամբողջ ճարպերը պետք է լինել կարագից։ Եվ հակառակը, ինչքան էլ որ ասում ենք, որ օրինակ տրանս ճարպաթթուները խիստ վտանգավոր են, եւ ամբողջ աշխարհի բոլոր ուղեցույցները ասում են հնարավորինս կրճատել։ Եթե չեմ սխալվում 2%-ից պակաս։ 1%-ից պակաս, որը արդեն մոտավորապես 2.2 գրամի մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ կա այդ հանդուրժելի շեմը, որը որ մարդը բնականաբար ինչ որ մթերքների մեջ կարող է օգտագործել։ Իդեպ ես ունեմ այստեղ սպրեդ եւ ունեմ կարագ։ Դուք տեսքից կարող եք տարբերել, որոնք տեսեք, հաշվի առնելով, որ սա չի հալվել, ամենայն հավանականությամբ սպրեդը հենց այդ չհալվածն է, քանի որ նույն սենյակում է եւ եթե նկատում եք, բացի գույնից բավականին երկար տաք սենյակային ջերմաստիճան է, բայց դեռևս պահպանել է իր ապրանքային տեսքը։ Ես հիշում եմ տարիներ առաջ աղմուկ բարձացավ, որ Հայաստանում կարագի փոխարեն սպրեդ էին վաճառել, իրականում սպրեդը դա ինչ որ վատ բան է։ Ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում սպրեդը, ինչ է իրենից ներկայացնում մարգարինը եւ ինչ է իրենից ներկայացնում կարագը, որովհետեւ եթե հեռուստադիտողը որպես սպառող չկարողանա տարբերակել, չի հասկանա նաեւ այս մթերքների տարբերությունը։ Տեսեք, կարագը մենք ստանում ենք կաթից։ Այսինքն նա կենթանական ծագում ունեցող կաթնայուղից ստացվող մթերք է։ Ուզում եմ նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մի հանգամանքի, որ հագեցած ճարպաթթուները պինդ ձև ունեն, այսինքն օրինակ խոզի ճարպը, ինչպես որ դուք տեսնում եք, կամ կարագը, ինչպես տեսնում եք, իսկ բուսական ծագում ունեցող, չհագեցած ճարպերը նրանք հեղուկ տեսք ունեն։ Հիմա քանի որ սպրեդը պարունակում է եւ բուսական եւ կենթանական, նա պարտադիր պետք է անցնի տեխնոլոգիական վերամշակում, հակառակ պարագայում չի ստանա, իդեպ նաեւ բառը spread ստացել է, որ քսվել է, ստացել է այս իր ֆիզիկա-քիմիական այդ փոփոխությունից, որի արդյունքում փոխել է նաեւ իր ձևը, բայց կան տարբեր վերամշակման տեխնոլոգիաներ, այսինքն եթե օգտագործվում է հիդրոգենացում եւ ստացվում է հիդրոգենացման արդյունքում, որին մենք ամբողջ աշխարհում անվանում ենք տրանս ճարպեր կամ տրանս ճարպաթթուներ, այո, տրանս ճարպաթթուները վնասակար են։ Իդեպ ասեմ, որ դարձյալ տրանս ճարպաթթուները ազդում են մեր օրգանիզմում նախ վատորակ խոլեստերինի քանակի վրա, ավելին նպաստում են ճարպակալմանը, նյութափոխանակության խանգարմանը եւ մեր սննդակարգից որքան հնարավոր է մենք տրանս ճարպաթթուները պետք է նվազեցնենք։ Իսկ կա տարբերակ, որ սպրեդը ստացվի այլ տեխնոլոգիայով ու չլինի վնասակար։ Ահա, տեսեք, ուրեմն կան ներկայումս
տեխնոլոգիաներ, որի արդյունքում հնարավորինս քիչ են առաջանում այս տրանսճարպաթթուները, բայց նախ ասեմ մի կարևոր հանգամանք հենց հիդրոգենացումն է, որ մթերքի ամենաէժան վերամշակման տեխնոլոգիան է։ Եթե մենք ուզում ենք ինքնարժեքը նվազեցնել, բնականաբար ամենաշատ օգտագործվում է հենց հիդրոգենացման պրակտիկան, բայց ի ուրախություն մեր հեռուստադիտողների եւ սպառողների պետք է ասեմ, որ մեր հետազոտությունները, քանի որ մենք իրականացնում ենք երկարաժամկետ, մեր 10 տարվա կտրվածքով հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ Եվրասիական տնտեսական միությունը փոխեց տրանսճարպաթթուների քանակը նորման, ինչպես սպրեդի մեջ, այնպես էլ մարգարինների, մենք ունենք էական իրավիճակի բարելավում եւ օրինակ մեր վերջին հետազոտությունների համաձայն էականորեն կրճատվել է տրանսճարպաթթուների քանակը նաեւ այն արտադրանքներում, որտեղ օգտագործվում է մարգարին, սպրեդեր, այսինքն հրուշակեղեն, մարգարինը ինչ է, եկեք դա էլ բացատրենք։ Մարգարինի պարագայում մենք կենթանական ծագում ունեցող ճարպի հետ գործ չունենք։ Այսինքն այս դեպքում կոնկրետ բուսայուղը վերամշակվում է, որի արդյունքում նա ստանում է այդ կոնսիստենցիան եւ բնական է այս դեպքում եւս շատ հաճախ օգտագործվում է ամենաէժան վերամշակման տեխնոլոգիաները։ Այսինքն ունենք մաքուր կենթանական կարակ, այո, ունենք բուսա սերուցքային սպրեդ եւ մարգարինը արդեն բուսական ծագում ունեցող մթերք է։ Եթե ես ունեմ հնարավորություն, եթե ես չունեմ ֆինանսական խնդիրներ, այսինքն ինձ համար ընդհանրապես կարևոր չի, թանկ է, էժան է, նշանակում է, որ ես մարգարինը ու սպրեդը պետք է ամբողջությամբ խորհուրդ եք տալիս հանել ու չօգտագործել։ Տեսեք, ես միանշանակ խորհուրդ եմ տալիս հանել, հատկապես եթե ընտանիքում ունենք դեռահասներ, երեխաներ, որովհետև հստակ նաև մեր առողջապահության նախարարի հրամանի մեջ ամրագրված է, որ երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում տրանսճարպաթթուներով ուտելիք, բայց ծնողները չգիտեն, որ այն քաղցրավենիքները, որը որ իրենք մեր սիրով տալիս են իրենց ողջիկներին, հատկապես մածուկները, բացի շաքարի բարձր պարունակությունը ունի նաև վատորակ ճարպերի բարձր պարունակություն։ Եվ դրան հակառակ, տանը եթե նույն մթերքը պատրաստեք օրինակ ընկուզեղենից եւ ավելացնեք օրինակ որակյալ կարակ, կարող եք ստանալ շատ ավելի լավ մթերք, որը չի վնասի նաև ձեր փոքրիկի առողջությունը։ Կարակը հասկացանք, սպրեդը հասկացանք, մարգարինը հասկացանք, յուղը։ Ահա, պետք է անպայման հետևենք մակնշմանը։ Սա եւս շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ հերթական տարածված միֆերից մեկը, որ երբ մենք տեսնում ենք օրինակ յուղեր, մարդիկ շատերը կարծում են, որ դրանք հալած, կարակ է կամ կենթանական ծագում ունեն, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարտադիր պետք է հետևեք մակնշմանը, որովհետեւ ունենք յուղեր, որոնք բացառապես ունեն բուսական ծագում։ Դարձյալ այսինքն նույն մարգարինն են։ Չէ, եկեք հստակ տարանջատում անենք, եթե սա էլ է բուսայուղ, նա էլ է բուսայուղ։ Մարգարինի պարագայում, եթե դուք տեսնում եք կոնսիստենցիան տարբեր է, եւ օրինակ ունենք բուսական յուղերի տարատեսակներ, որտեղ տրանսճարպաթթուները բացակայում են կամ շատ ցածր մակարդակի վրա են գտնվում, հետեւապես հստակ պետք է տարանջատենք յուղը եւ մարգարինը։ Այսինքն յուղը կարող է շատ ավելի լավ լինել, քան մարգարինը, եթե համեմատենք։ Բայց կարևոր հանգամանք հիշում ենք, որ հագեցած ճարպաթթուներ պարունակում են ոչ միայն կենթանական ծագում ունեցող մթերքները, սա եւս միֆ է։ Օրինակի համար բոլորիս շատ հայտնի արմավը պարունակում է հագեցած ճարպաթթու։ Իսկ հաղորդման ընթացքում արդեն անդրադարձել ենք, որ հագեցած ճարպաթթուները կարող են լինել մինչև 10%-ը։ Ավելին ասեմ, դարձյալ, որ հեռուստադիտողի համար հեշտ լինի հաշվարկ անել, հաշվի առնելով, որ արդեն ասեցինք, որ հագեցած ճարպաթթուն կարող է լինել մինչև 10%, իսկ տրանսճարպը մինչև 1%, ուրեմն պատկերացրեք, որ օրվա ընթացքում ճարպերի այլ աղբյուրները բնականաբար պետք է լինեն ձեր ճարպերի հիմնական մասը։ Ուզում ենք ինչ-որ մի բան պատրաստել եւ մեզ անհրաժեշտ է կարակ, յուղ, ծետ։ Ահա։ Տեսեք, այ իմ ամենասիրելի մասն է այստեղ, որովհետեւ մեզ տնենք մի կողմ չխանգարի։ Գալու է օգնության սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատումը։ Ինչու է գալու օգնության սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատումը, որովհետեւ դարձյալ մեր գիտելիքների շնորհիվ մենք կարող ենք հնարավորինս դա ամենամատչելի եւ ամենակիչ վնասակար տարբերակը։ Չեմ ուզում մատչելի, արդյոք դուք ինձ խորհուրդ եք տալիս, որ ես վերցնեմ թանկ, լավ կարակը, դնեմ թավայի վրա,
հալեցնեմ ու նոր դրանից հետո ինչ որ մի բան պատրաստեմ։ Ես ընդհանրապես ձեզ շատ տապակա եւ տապակած ուտելիքներ խորհուրդ չէի տա։ Բնականաբար։ Եվ ուզեի նաեւ մարդիկ հասկանան թե ինչու խորհուրդ չենք տալիս, հա, որpիսի չստացվի, որ ինչ որ բանի մասին ենք խոսում առանց ներկայացնելու դրա հետևանքները, որ մարդը եւս հասկանա։ Տեսեք, հա այստեղ դարձյալ ունենք շատ կարևոր խնդիր, հա, անընդհատ օգտագործում ենք տերմիններ, հաճախ գիտական, սպառողներին նյարդայնացնող, մարդկանց բացարձակ չի հետաքրքրում հագեցած, չհագեցած, բայց հատկապես երբ օգտագործում ենք չհագեցած ճարպեր, իսկ ձեթերը արդեն ասել ենք, որ չհագեցած ճարպերին են պատկանում բարձր ջերմաստիճանում, իսկ որպես այդպեսին մենք հա տապակման համար օգտագործում ենք բարձր ջերմաստիճան։ Առաջացնում են ազատ ռադիկալներ, իսկ հիմա ամբողջ աշխարհի հետազոտությունները ցույց են տալիս, որ օրգանիզմում ծերացման, օքսիդատիվ ստրեսի, բորբոքային process-ների պատճառը այս ազատ ռադիկալներն են, նաև քաղցկեղների։ Տեսեք, կարագը բնականաբար ամենանվազագույն ազատ ռադիկալների պարունակություն ունի։ Այսինքն, եթե այնուամենայնիվ պետք է տապակա պատրաստեք, ես խորհուրդ եմ տալու օգտագործել կարագ։ Եթե ուզում ենք ավելի տնտեսապես մաչելի տարբերակը, բայց կարագի պարագայում հիշում ենք, որ ընդամենը 10%-ը կարող է լինել, այսինքն միշտ չէ, որ այդ համը կարող ենք վայելել, որովհետև կգերազանցենք 10%-ի պահանջը, եւ բնականաբար փոխարինման են գալիս արդեն ձեթերը։ Եվ այստեղ եւս շատ հաճախ հնչում է հարցեր, հակագիտական բլոգերները տալիս են Ես երկուսն էլ կթողնեի բնականաբար եւ հիմա ասեմ ինչու երկուսն էլ կթողնեի, որովհետեւ շատ հաճախ մարդիկ անդրադառնում են ռաֆինացված հա ձեթերին եւ նշում են, որ ասում են բոլորը, որ ռաֆինացված ձեթերը վնաս են։ Հարգելի եւ սիրելի սպառողներ, հիշեք մի կարևոր հանգամանք, ռաֆինացման արդյունքում ծխման կետը բարձրանում է։ Եվ այստեղ եւս շատ կարևոր է ձեր սնման սովորույթները։ Օրինակ մարդիկ պետք է հասկանան, որ եթե ուզում են օրինակ սոխը իրենց մուգ այդ պատկերացրած գույնով, հա, որ սոխառածի մեջ պետք է այդպես լավ գեղեցիկ գունավորում ունենա, ձեզ անհրաժեշտ է լինելու բարձր ջերմաստիճան։ Եթե օրինակ օգտագործվում է զեյթունի ձեթ, որը որ աշխարհի լավագույն ձեթերից մեկն է, դուք չեք կարող 190-ից բարձր ջերմային ռեժիմում պատրաստեք ձեր ուտելիքը եւ բնականաբար այդ սոխառածը եւ գույնը, որը որ դուք ստանաք, կամ այրելու եք եւ շատ վատ համ եք ունենալու, ասելու եք զեյթունի ձեթը չենք կարող ուտենք, կամ սոխառածը բնականաբար մնալու է շատ գեղեցիկ ոսկեգույն գունավորմամբ։ Հետևաբար այստեղ եւս մեր ընտրության հարց է։ Մենք ուզում ենք օգտագործել իսկապես որակյալ եւ առողջության համար բարերար ազդեցություն ունեցող մթերք, եթե այդպիսին ապա տապականները հնարավորինս պետք է նվազեցնենք, որովհետեւ այնուամենայնիվ նշեցի, որ բոլորն էլ բնականաբար ունեն որոշակի խնդիրներ, բայց եթե չափավոր ենք օգտագործում տապականները, եւ կարագը կարող ենք օգտագործել, եւ յուղը կարող ենք օգտագործել, եւ իհարկե ռաֆինացված ձեթեր, այսինքն բոլորն էլ կարող ենք օգտագործել, բայց չափավոր։ Սպրեդ, մարգարին, կարագ, յուղ, ձեթ։ Այսօրվա համար երևի այսքանը, շատ չխճճենք, չհասնենք մնացած սոուսներին։ Հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, որ մենք խոսում ենք սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսել ենք փայլուն եւ անթերի եղունգների, այսպես կոչված շելակի մասին։ Շելակի պարագայում մենք ճիշտ է ունենք արտաքնապես խնամված եւ գեղեցիկ եղունգներ, բայց մենք վերջերս ունենում ենք շատ մեծ թվով կանայք, ովքեր որ մեզ դիմում են շելակից առաջացած այրվածքով, լիզիսով, ինչպես նաև սնկային բարակով, արդեն իսկ բարդացած դեպքերում։ Լիզիսի դեպքում մենք ունենում ենք եղունգաթերթիկի դատարկություն, այսինքն եղունգը պոկվում է եղունգահունից։ Նմանատիպ պացիենտներին նման լուրջ հետևանքներից խուսափելու համար մենք իհարկե խորհուրդ ենք տալիս այլևս չկատարել շելակ։ Երբեմն շելակը դառնում է ոչ թե գեղեցկություն, այլ կախվածություն։ Երկարատև շելակը բարակացնում եւ փխրուն է դարձնում եղունգի մակերեսը, իսկ ոչ ճիշտ հեռացնելով այն եղունգը կարող են չորացնել։ Ցանկալի է, եթե կատարում ենք շելակներ, ապա դա անպայման լինի գոնե դադարներով, 2-3 միջամտությունից հետո կատարեն ընդմիջումներ, փոնավեցնեն եղունգը եւ սնուցեն այն համապատասխան յուղերով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ լամպի լույսի տակ երկարատև թողներով մենք կարող ենք ունենալ այրվածք, որը կարող է բարդանալ սնկային բարակով կամ կապտականաչավուն ցուպիկով։ Այսօր աշխարհում շելակի թեման շատ ակտուալ է համարվում, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները համարվում են կանցերոգեն
եւ այն եվրոպական շատ երկրներում, ինչպիսիք են օրինակ Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, արգելվել է կատարել կանանց։ Իդեպ վերջերս Հայաստանում նույնպես առողջապահության նախարարությունը արգելել է բուժաշխատողներին կատարել շլեմ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։